Ռազմիկ Զոհրաբյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիրներից էր։ Հայաստանի անկախության համար պայքարած այն սերնդի ներկայացուցիչ էր, որի համար գաղափարը երբեք չի եղել սակարկելի։ Ազատությունն ու պետականությունը նրա համար վեր էին անձնական անվտանգությունից, բարեկեցությունից և նույնիսկ ազատությունից։ Խորհրդային տարիներին 10 տարվա ազատազրկման սպառնալիքի և Սիբիրի անմարդկային պայմանների մեջ անգամ նա չընտրեց հարմարավետությունը։ Երբ նրան առաջարկվեց հրաժարվել անկախության գաղափարից ազատության դիմաց, նա մերժեց անգամ համտեսել իր տան բակից բերված դեղցը։ Այդ պահին նա ընտրեց ոչ թե տունը, այլ հայրենիքը։ Սա պարզապես անցյալ չէ, սա արժեքային սահմանագիծ է։ Հայաստանի Հանրապետական կուսակցության բոլոր սերունդները հիշում են Ռազմիկ Զոհրաբյանի գործը ոչ թե որպես պատմություն, այլ որպես չափանիշ, որպես հիշեցում, որ պետականությունը պահվում է սկզբունքներով, ոչ թե հարմարությամբ։ Սերունդները չեն մոռանալու, քանի դեռ կա հիշողություն, կա պայքար, և քանի դեռ կա պայքար, կա պետություն։ Մի պատմություն կա Ռազմիկ Զոհրաբյանի մասին, որը ինձ պատմել են իմ ավագ ընկերները և ես ուզում կիսվել իմ ընկերների հետ, նաև կրտսեր հանրապետականների հետ, երիտասարդների, ովքեր վստահաբար չգիտեն այս պատմության մասին։ Ռազմիկ Զոհրաբյանը Հայաստանի անկախացման համար պայքարի առաջամարտիկ էր, Հայաստանի և Արցախի անկախացման գործում ուներ իր ուրույն ներդրումը և մի պատմություն կա, որ Ռազմիկ Զոհրաբյանի մոտ մի քանի տարի անազատության մեջ պահելուց հետո գնում է ՉԿ-ի աշխատողը, այսինքն այդ ժամանակվա հատուկ ծառայություն կամ ԿԳԲ-ի այդպես ասած, գնում է Ռազմիկ Զոհրաբյանին առաջարկում է հրաժարվել անկախության համար պայքարից և իր հետ տանում է մի դեղց, որը քաղած է լինում Ռազմիկ Զոհրաբյանի բակից։ Եվ այդ դեղցը տանելով իր հետ Սիբիր, առաջարկում է Ռազմիկ Զոհրաբյանին հրաժարվելով պայքարից նաև համտեսել այդ դեղցը և հրաժարվելով հետ վերադառնալ տուն և ապրել հանգիստ կյանքով, և Ռազմիկ Զոհրաբյանը ընտրում է ազատազրկումը, ընտրում է հայրենիքը, ընտրում է ազատությունը և շարունակում է մնել բանտարկված 10 տարի և չի համաձայնվում այդ առաջարկությանը, չի համտեսում իր տան բակից քաղված և բերված Սիբիր դեղցը։